Մարդկության ամբողջ ժողովուրդը տարբեր բաժանումներ ունեն, կան աղջիկներ եւ տղաներ։ Ամենապարզ բաժանումը։ Կան տարբեր ազգություններ, ու ազգությունները մեկը մյուսին բաժանում են, տարբեր բաժանումներ են, քաղաքացիությունը, մասնագիտություններն են տարբեր բաժանումներ, որոշ խումբ բժիշկներ են, որոշները շինարարներ են։ Եվ մարդկությունը իրենց նախասիրություններով է բաժանվում, ու տարբեր բաժանումներ կան։ Ամբողջ մարդկությունը կարելի է տարբեր խմբավորումների ու տարբեր մասերի բաժանել։ Այսօր ուզում եմ խոսել մի բաժանման մասին, որը շատ հետաքրքիր ու յուրահատուկ է։ Այսօր ուզում եմ խոսել աղքատների եւ հարուստների մասին։ Մի քիչ տարբերվող է այս բաժանումը նրանով, որ եթե ազգության առումով կարող ենք ինչ-որ մի սահման գծել եւ ասել, սրանից այս կողմ հայերն են, հայ ազգությունն է ու հիմնավորել, սրանք իտալացիներն են, իսպանացիներն են, չինացիներն են, կամ մասնագիտության առումով, այս մարդը բժիշկ է, այս մարդը մեկ այլ մասնագետ է, բայց հարուստ եւ աղքատ հասկացողությունը մի փոքր բարդ է տարբերել։ Արդյոք կարող ենք մի սահման գծել ու ասել, այստեղից ներքև աղքատներն են, այստեղից այն կողմ հարուստներն են։ Արդյոք կա ինչ-որ մի հատ չափ, որ եթե այսքան վաստակես, սրանից հետո դու հարուստ ես։ Եթե այսքան գումար ունեցար, դրանից այն կողմ դու հարուստ ես համարվում, եթե դրանից քիչ աղքատ։ Իրականում դժվար է, երբեմն նայում ենք մարդկանց ու գուցե ինչ-որ մեկը մեզ համար շատ հարուստ թվա ու երանի տանք, ասենք երանի ես մարդու հարստությանը, երանի ես էլ իրպես հարուստ լինեմ, բայց մեկ ուրիշը կարող է նայել այդ նույն մարդուն ու ասել նա իմ համար աղքատ մարդ է։ Եվ շատ հարաբերական է ով է հարուստ եւ ով աղքատ։ Բայց հարուստ բառը, որպես իր մեկնաբանությունը, իր բացատրությունը նկարագրում է հետեւյալ կերպ. մարդ, ով ունի ավելին, քան բավարար է։ Այսինքն մարդն ունի կարիքներ, ունի անհրաժեշտություններ, բայց իր վաստակածը, իր ունեցածը ավելին է, ծածկում է իր բոլոր կարիքները, հոգ է տանում իր բոլոր անհրաժեշտությունների համար եւ դեռ մի բան էլ ավելին ունի։ Եվ այս առումով հարստությունը կախված է կարիքների հետ։ Եվ դարձյալ տարբեր մարդկանց կարիքներ տարբեր են։ Մեկի համար կարիք է ինչ-որ լավ երկրում հանգստանալ, մեկի համար կարիք է ընդամենը իր կոմունալների հարցը լուծել։ Մեկի համար կարիք է լավ մեքենա ունենալ, ավելի լավ մեքենա ունենալ, մեկի համար կարիք է ընդամենը իր տրանսպորտի գումարի հարցը լուծել։ Մեկն ուզում է լավ շքեղ հագնվի ու սա իր համար կարիք է նույն հագուստը երկու անգամ չհագնի, այն մյուսի համար ընդամենը կարի իր հագուստը, որ ոչ ոք չտեսնի։ Ու այս առումով շատ տարբեր են, մարդկանց կարիքներն են տարբեր։ Եվ դրա հետ կապված հարուստ եւ աղքատ ընկալելն է տարբեր, ով է հարուստ եւ ով աղքատ։ Բայց մեր կարիքներն էլ են տարբերվում։ Մեր կարիքները ժամանակի ընթացքում փոխվում են։ 10 տարի առաջ հնարավոր մենք այլ կարիքներ ունեինք։ Ընդամենը երազում էինք մի անկյուն ունենանք, մի տուն ունենանք, բայց այսօր այդ տունը հնարավոր է փոքրություն է անում, ավելի լավն ենք ուզում, ավելի լավ վերանորոգում ենք ուզում։ Եթե տարիներ առաջ մեզ համար բավարար էր ընդամենը մի կտոր հաց ունենանք, մեր ընտանիքը ապահովենք, այսօր մենք արդեն ուզում ենք լավ հանգստի գնալ։ Այսօր արդեն մտածում ենք լավ ուսման մասին։ Եվ մեր կարիքները ժամանակի ընթացքում փոխվում են։ Եթե տարիներ առաջ մենք կարող է մեր ծնունդներն անեինք շատ համեստ ձևով մեր տանը, մեր ընտանեկան միջավայրում, այսօր մենք մտածում ենք ռեստորանների ու խնջույքների մասին։ Դա կարծես դարձել է մեր կարիքը։ Եվ ժամանակը փոխվելով, ժամանակը գնալով մեր կարիքներն են փոխվում։ Եվ մեր կարիքների վրա ազդեցություն է ունենում նաև մեր շրջապատը։ Հնարավոր է մեր մեքենան մեզ բավարարում է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ընկերը նոր մեքենա չի գնել։ Հնարավոր է քո տան գույքը, քո սպասքը քեզ բավարարում է այնքան ժամանակ, մինչև դեռ քո ընկերուհին մի նոր սպասք չի գնել։ Մի նոր կահավորանք չի արել իր տուն ու դու նայում ես ու տեսնում, որ քոնը հին է։ Ու այս համեմատության մեջ մեր կարիքներն են ձևավորվում։ Բայց արդյոք կա մի սահմանում, կա մի բան, որ Աստվածաշունչը ինչպես է մոտենում այս հարցին։ Աստված ինչպես է վերաբերվում մեր կարիքներին, կա արդյոք ինչ-որ սահման կամ ինչ-որ մի բան, որ Աստվածաշունչը մեր կարիքների մասին խոսում է։ Եկեք կարդանք Տիմոթեոս, առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխ։ Առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխ եւ 7-րդ խոսքից կկարդամ։
Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ եւ հայտնի է, որ ոչինչ էլ չենք կարող տանել։ Բայց եթե կերակուր եւ հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։ Հայտնի է, որ ոչինչ չենք բերել այս աշխարհ։ Այս նորությունը որոշների համար տխրեցնող է, որովհետև կուզենար գոնե մի բան էս տեղից տաներ։ Գոնե իր մեքենան, գոնե իր ինչ-որ մի բանը։ Բայց որոշների համար էլ ուրախացնող է, նրանք ովքեր շատ բան չունեն, ասում են ինչ լավ է։ Ինչ լավ է, որ այն կողքինս բան չի կարա տանի։ Բայց հաջորդ խոսքն է հետաքրքիր։ Եթե հագուստ եւ կերակուր ունեք, բավարարվեք։ Գուցե մտածենք, արդյոք պետք է բառացի հասկանալ սա։ Ես կարծում եմ, որ Պողոս հենց բառացի ասում էր քրիստոնյաներին, եթե հագուստ եւ կերակուր ունեք, դրանցով բավարարվեք։ Բայց եթե անգամ այսպես չմոտենանք հարցին եւ ուզենանք ոչ բառացի ընկալել, այս մի բան պարզ է, որ քրիստոնյայի կարիքը պետքա ժուժկալ լինի։ Սահմանափակ լինի, համեստ լինի։ Բայց ես ուզում եմ ասել, որ եթե կերակուր եւ հագուստ ունեք, դրանով բավարարվեք։ Իհարկե, շատ ունենալը մեղք չի։ Սա հատուկ ուզում եմ շեշտադրել։ Ավելին ունենալը, լավ հագնվելը, լավ հանգստանալը, լավ բաներ ունենալը եւ լավ օգտվելը մեղք չի։ Բայց արդյոք դրանք կարիք են։ Բայց արդյոք դրանք առաջին անհրաժեշտությունն են։ Այո, մենք կարող ենք ավելին ունենալ։ Արգելք չի եւ մեղք չի։ Բայց մենք չպետք է դրան վերաբերվենք որպես մեր առաջին անհրաժեշտություն եւ կարիք։ Մեր կարիքները ավելիով լրացված են։ Եթե նայենք մեր կյանքերին, շատերիս կյանքում ուտելու եւ հագնելու կարիքից ավելին ունենք մենք։ Մեր ուտելը եւ հագնելը լրացված է եւ մենք դեռ ավելին ունենք։ Կարող է թվա ես ուզում եմ համոզել, որ մենք հարուստ ենք։ Բայց իմ խնդիրը նա է, որ մենք նայենք մեր կարիքներին, որ այո, մեր կարիքները նրա հարստությամբ, նրա ճոխությամբ լրացված են եւ մենք դեռ ավելին էլ ունենք։ Համաձայն եք։ Մի հարուստ մարդու մասին է խոսում Աստվածաշունչը։ Ղուկաս 16-րդ գլուխ 19-րդ խոսք։ Ղուկաս 16-րդ գլուխ 19-րդ խոսքում մի հարուստ մարդ կար եւ շատ ազնիվ ծիրանի եւ բեհեզ էր հագնում եւ ամեն օր փառավոր զվարճություններ էր անում։ Մի մարդ կար, ում մասին նկարագրվում է հետևյալ կերպ, որ լավ հագուստներ էր հագնում ու զվարճություններ էր անում։ Իհարկե մեղք չի։ Ոչ մի սխալ բան չկա։ Բայց խնդրում եմ ուշադիր եղեք։ Այս մարդու կյանքը նկարագրված այս մեկ նախադասությամբ։ Այս մարդու ամբողջ ապրածը, ունեցածը, իր ով լինելը Աստված ներկայացնում այս մեկ նախադասությամբ։ Լավ հագուստներ էր հագնում եւ փառավոր խնջույքներում էր լինում։ Սա այդ մարդու ինքնությունն էր, իր ով լինելն էր, իր անձն էր։ Լավ հագուստներ հագնել ու փառավոր խնջույքներ կազմակերպել։ Հետաքրքիր է, եթե Աստված նկարագրելու լինի մեր կյանքը մեկ նախադասությամբ, ինչպես կնկարագրի այն։ Եթե ընդամենը մեկ նախադասությամբ Աստված ներկայացնելու լինի քեզ, ինչ կասի։ Դա էլ իրականում հենց այնա, թե ով ենք մենք։ Գուցե Աստված ասի մարդ, ով ամեն օր ապրում է աշխարհի նորություններով եւ վախի մեջ։ Մարդ, ով որ սիրում է ամբողջ օր լինել համացանցում եւ ժամանակը վատնել։ Մարդ, ով որ սիրում է աշխատել, աշխատել ու աշխատել։ Մարդ, ով որ սիրում է լավ հագնվել, լավ ունենալ։ Մարդ, ով որ սիրում է լավ հանգիստ ունենալ, լավ հանգստի գնալ։ Մարդ, ով որ սիրում է լավ մասնագետ դառնալ։ Ինչպես կնկարագրի Աստված մեր կյանքը։ Դեք Հիսուսն էլ է անդրադառնում մեր կարիքներին եւ Մատթեոս 6-րդ գլխում Հիսուսն ասում է. «Մի անհանգստացեք, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի հագնեք»։ Նորից հետաքրքիր է, բայց այս երկու կարիքն է ասում. ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի հագնեք։ Մի անհանգստացեք դրա համար։ Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դա ձեզ պետք է։ Բայց առաջ Աստծո արքայությունը խնդրեք։ Եվ հետաքրքիր շեշտադրում, առաջ Աստծո արքայությունը խնդրեք։ Կխնդրեմ սա մտապահենք, այս մտքին դեռ կանդրադառնանք Աստծո արքայությունը խնդրել։ Բայց իրականում շատ բարդ է հասկանալ ինչ կա մեր սրտում։
Շատ անգամներ մեր սիրտը խաբեբայ է ու մեզ կարող է թվա մենք եկեղեցում ենք, մենք Աստծո տանն ենք, մենք ծառայում ենք, բայց շատ անգամներ մեր սրտի մեջ կարող տարբեր բաներ բնակվի, տարբեր ցանկություններ, տարբեր հետաքրքրություններ, տարբեր ձգտումներ։ Բայց Աստված օգնում է այդ հարցում մեզ։ Աստված օգնում է մեզ մեր սրտինը բացահայտելու, ինչ կա մեր սրտի մեջ։ Ինչ ունենք, ինչի հետևից ենք վազում եւ որն է մեր ինքնությունը, Աստված օգնում է մեզ բացահայտել։ Մի մարդ կար, մի թագավոր կար, Եզեկիան։ Երկրորդ մնացորդած 32-րդ գլխում 31-րդ խոսքը։ Այս պատմությունը Աստվածաշնչում երկու տեղ կա նկարագրած եւ պատմությունը կկարդանք 4-րդ թագավորացից, բայց այս մի միտքը կուզենամ ընթերցենք երկրորդ մնացորդացից։ Երկրորդ մնացորդած 32-րդ գլուխ եւ 31-րդ խոսքը։ Միջադեպ տեղի ունեցավ Եզեկիայի կյանքում եւ պատճառը թե ինչու Աստված թույլ տվեց, որ այդ միջադեպը տեղի ունենա 32-րդ գլուխ եւ 31-րդ խոսք։ Այսպես Բաբելոնի իշխանների դեսպանների մոտ, որ ուղարկել էին նրա մոտ այն նշանի համար հարցնելու, որ երկրի մեջ եղել էր, Աստված նրան թույլ տվեց նրան փորձելու համար, որ նրա սրտի բոլորն իմանա։ Մի միջադեպ տեղի ունեցավ եւ պատճառը, որ Աստված թույլ տվեց, որ այս միջադեպը տեղի ունենա, սա էր, որ իր սրտին, այդ Եզեկիայի սրտին, այդ մարդու թագավորի սրտին է իմանա։ Երբեմն մեր կյանքում մենք որոշակի կորուստներ, ձեռքբերումներ, հաջողություններ, տարբեր բաներ ենք ունենում։ Երբեմն դրանք լինում են, որ մեր սրտին իմանանք, ինչ կա մեր սրտի մեջ։ Ինչ ունենք թաքցրած, ինչ արժեքներ ունենք, բայց բուն պատմությունը 4 թագավորացում է գրված 4 թագավորաց 20-րդ գլուխ 12 եւ 13-րդ խոսքերը։ Այն ժամանակ Բաղադանի որդի Մարովդակ Բաղադանը Բաբելոնի թագավորը նամակներ եւ ընծաներ ուղարկեց Եզեկիայի մոտ, որովհետեւ լսել էր, թե հիվանդացել է Եզեկիան։ Եվ Եզեկիան լսեց նրանց եւ ցույց տվեց նրանց իր թանկագին բաների տունը, արծաթը, ոսկին, խնկերը, պատվական յուղը, իր զենքերը, իր բոլոր տունը եւ բոլոր ինչ որ գտնվում էր իր գանձարանում։ Մի բան չկար, որ Եզեկիան նրան ցույց տված չլիներ իր տանը եւ իր բոլոր տերության մեջ։ Նորից կարող ենք մտածել, դե ինչ վատ բան արեց։ Մարդիկ էին եկել իր տան ունեցածը ներկայացրեց, իր զենքերը, իր անգամ խունկը, այդ ամեն ինչը ներկայացրեց, իր տերության եւ իր տան մեջ ինչ որ կար ներկայացրեց։ Հատուկ ինչ որ մեղք չարեց, ինչ որ մեղք չգործեց։ Բայց Աստված թույլ տվեց այս միջադեպը տեղի ունենա, որ Եզեկիայի սրտի մեջինը հայտնվի։ Ու Եզեկիան ինքը տեսնի, թե ինչ կա իր սրտի մեջ, ինչով է ինքը ապրում, ինչն է իր համար կարևոր։ Եվ հարցը հետևյալն է, ինչով ենք մենք ներկայանում աշխարհին։ Եզեկիայի ինքնությունը, իր ով լինելը, իր ինքնագնահատականը կախված էր այն ամենից, ինչ որ ինքն ուներ։ Բայց սա թաքնված էր իր սրտի խորքում։ Գուցե նույնը կատարվում է մեր կյանքում։ Գուցե մեր հագնվածից մեր քայլվածքը փոխվում է երբեմն։ Որ նոր հագուստներ ենք հագնում, մի փոքր ուրիշ ձև ենք սկսում մեզ զգալ։ Գուցե մեր ունեցած մեքենայից կամ ինչ-որ մեքենայով միտեղ ենք գնում, այդ մեքենայից իջնելով սկսում ենք մարդկանց ուրիշ ձև նայել։ Ինչ-որ մի նոր բան ենք ունենում ու մեր արժեքը որոշվում է այն ամենով, ինչ-որ մենք ունենք, ինչ-որ ձեռք բերեցինք։ Նորից կարող ենք մտածել, դե եթե նույնիսկ այդպես է, ինչ խնդիր կա։ Եթե մարդը սիրում է ներկանալ, եթե մարդը սիրում է ցույց տալ, մեկը եկավ իր տուն հանի իր սպասքասի, տեսի ինչ լավ բաներ են պատվիրել, ինչ լավ բաներ են առել։ Իր աշխատանքով, իր ունեցածով սիրում է ներկանալ, ինչ վատ բան կա դրա մեջ։ Գուցե մտածենք, որ վատ բան չկա, բայց երբ որ սա դառնում է մեր ինքնությունը, երբ որ սա դառնում է մեր սրտին ու մենք ներկայանում, ապրում ենք այս ամենով, մի վտանգավոր բան է կատարվում, սիրելիներ։ Քիչ առաջ մի հատված կարդացինք, մի խոսք կարդացինք այն հարուստ մարդու մասին, որ նրան Աստվածաշունչը նկարագրում էր մեկ նախադասությամբ, որ սիրում էր գեղեցիկ հագուստներ, փառավոր հագուստներ եւ փառավոր խնջույքներ։ Երբ որ սա դառնում է մեր ինքնությունը, երբ որ մեզ համար նպատակ է այս կյանքի ունեցվածք ու այս կյանքի իշխանությունը ու փողը ու հարստությունը, մենք մեր կողքը չենք նկատում ղազարոցներին, ովքեր ընկած են եւ ուզում են կշտանալ փշրանքներով։
Մինչև այս պահը գուցե դա մեղք չլինի։ Մինչև այս պահը գուցե նայում ենք դա ինչ բան կա, մարդը ունի ավելին, մարդը աշխատում է, վաստակում է, իր երեխաներին լավ ուսման է տալիս, ձգտում է ավելին ունենալու, մարդը ներկայանում է այդ ամեն ինչով, բայց ինչ վատ բան կա դրա մեջ։ Հնարավոր Աստծուն էլ փառք տա, բայց երբ որ մեր սրտի մեջ մերով լինելը կախված այն ամենից, թե ինչ ունենք մենք երկրի վրա, նյութական, մենք մեր կողքը անտեսում ենք մարդկանց, ովքեր կարիքի մեջ են։ Մենք մեր կողքը բաց ենք թողնում մարդկանց, ովքեր փշրանքներով են ուզում կշտանալ։ Բայց մի բան կա, որ այստեղ վտանգավոր մի բան կա, Եզեկիա 16-րդ գլուխ։ Եզեկիել 16-րդ գլուխ 49-րդ խոսքը։ Ահա սա էր քո քույր Սոդոմի աներնությունը, հպարտություն, հացի կշտություն եւ անհոգ հանգստություն ուներ նա եւ իր աղջիկները, եւ խեղճի ու աղքատի ձեռքը չեր ուժովացնում։ Սոդոմի մեղքը նկարագրվում է այսպես, որ աղքատի եւ խեղճի ձեռքը չեր ուժեղացնում։ Կուշտ էր, անհոգ էր, բայց իր կողքը այն կարիքավորին, իր կողքը այն աղքատին, այն մեկին, ով որ այդ փշրանքներին կարոտա չեր նկատում։ Կարող ենք մտածել ու ասել, բայց ես ինչի պիտի օգնեմ ինչ-որ մեկին։ Բայց ես ինչ պարտավոր եմ, ես աշխատում եմ, թող ինքն էլ աշխատի, ես վաստակում եմ, ես իմ հոգսերը, իմ կարիքները, բայց ես մի կարևոր բան եմ ուզում ասել։ Հնարավոր է մենք տարիներ շարունակ գալիս ենք եկեղեցի, քրիստոնյա ենք, բայց եթե մեր սիրտը չի ցավում աղքատի եւ կարիքավորի համար, մենք դեռևս չենք նմանվել Քրիստոսին։ Որովհետեւ Քրիստոսի սիրտը ցավում է։ Որովհետեւ Հիսուսն ասում էր. ես մերկ էի, ես սոված էի, ու դուք ինձ չայցելեցիք։ Որովհետեւ իր սիրտն այդտեղ է։ Եվ ինչպես պետքա ցույց տանք Քրիստոսի սերը, եթե ոչ գործողությամբ, եթե ոչ մենք էլ տեսնելով եւ կողակից լինելով, կանգնելով այն մարդկանց կողքով, ովքեր կարիքավոր են, ովքեր աղքատ են, ուժեղացնելով նրանց ձեռքը։ Եվ սա խնդրում եմ ուշադրել ենք, սա էության խնդիր է։ Սա ոչ թե գործողության մասին է պարզապես, այս սա մեր էությունն է ողորմած լինել, գթած լինել, տեսնել կարիքավորին եւ կարիքը եւ օգնել մարդկանց։ Որովհետեւ մեր Տերն այդպիսին է, որովհետեւ մեր Հիսուսն այդպիսին է։ Ամեն։ Որովհետեւ նա աղքատացավ, նա որ հարուստ էր, աղքատացավ։ Երկրորդ Կորինթացիներ 8-րդ գլուխ եւ 9-րդ խոսքը։ Երկրորդ Կորինթացիներ 8-րդ գլուխ եւ 9-րդ խոսք, որովհետեւ գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, որ ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք։ Ես նորից ուզում եմ շեշտադրում անել, որ սիրելիներ, մեր կարիքը, որպես կարիք, եթե կերակուր եւ հագուստ ունենք, բավարարվենք։ Դրանից ավելին վերաբերվենք, որ Տիրոջ օրհնությունն է ավելին ունենալու։ Տիրոջ օրհնությունն է վայելելու, հարմարավետ ապրելու, որոշակի հաճույքներից օգտվելու, բայց մեր կենտրոնացումը սրանք չեն, որովհետեւ մեր կարիքները անսահմանափակ կլինեն, մենք նորանոր կարիքներ կունենանք ու երբեք չենք բավարարվի։ Բայց եթե կերակուր եւ հագուստ ունենք, սրանցով բավարարվենք եւ մեր ինքնությունը թող չդառնա այն, ինչ ունենք մենք, ինչով ենք ներկայանում մենք այս աշխարհին։ Բայց մեր ինքնությունը թող լինի, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Ով ենք մենք նրա մեջ, ինչ գին է տվել նա մեզ համար։ Իսկ նա մեզ համար աղքատացավ, որ մենք նրա հարուստ լինենք, որ մենք հարստություն ունենանք։ Իսկ սա նրա էությունն է, թողնել ամեն բան։ Նախաչից կախված էր, մերկ, սոված, ծարավ։ Իսկ ամեք Հիսուսը, որ երբեք ոչնչի կարիք չեր ունեցել, ինքնաբավ Աստված, որ ամեն բան նրա համար էր ստեղծված, նա հարուստ էր, նա ամեն ինչ ուներ, ոչնչի պակասություն ու կարիք չուներ ու երբեք չեր ունեցել։ Բայց նա համաձայնվեց աղքատանա։ Նա համաձայնվեց խաչից կախված լինել, մերկացված, տառապած, տանջված, սոված ու ծարավ։ Եվ այսպիսին է մեր Տերը։ Սա է նրա էությունը, իսկ ինչպիսին ենք մենք։ Ինչի համար ենք ապրում մենք, ինչպես կնկարագրի Աստված մեզ մեկ նախադասությամբ։
Եվ ես գործնական առաջարկ ունեմ։ Մենք կարող ենք ինչ-որ բան անել մեր կողքի կարիքավորների համար։ Անկախ նրանից, թե մենք ինչքան ունենք, մենք կարող ենք ընդհանրապես կոպեկներով ինչ-որ գումար հավաքել, բայց տեսնել մի կարիքավորի, մի հատ երեխայի ու դպրոցական այդ սեպտեմբերին ինչ-որ մի հատ վերնաշապիկ առնել, որ այդ երեխայի համար դա կարող շատ մեծ ուրախություն լինի։ Մենք կարող ենք ընդհանրապես կոպեկներով ինչ-որ մի գումար հավաքել, տարվա մեջ մի անգամ մի հատ երեխու համար ձմեռային վերարկու առնել։ Բայց այս անելով մենք Քրիստոսի սերը ցույց կտանք մարդկանց։ Որովհետև եթե ասենք գնացեք, կերեք, կշտացեք, տակ հագնվեք, Աստված ձեզ սիրում է ու ոչինչ չանենք, ում է պետք մեր հավատքը։ Ում է պետք մեր լավ երկրպագություն, պաշտամունքը, եթե այդ սերը չունենք օգնելու մարդկանց։ Իսկ այսօր աշխարհը հենց դրա կարիքն ունի։ Իսկ այսօր մարդիկ, եւ Հիսուսն էլ ուզում է, որ մենք լինենք այդպիսին, որ իր եկեղեցին լինի այսպիսին կարիք տեսնող, ոչ թե ինքն իր համար ապրող իր արժեքներով։ Ես կուզենամ աղոթք անենք։ Բայց աղոթքից հետո կխնդրեմ նորից նստենք եւ խոսքը կշարունակեմ մեկ այլ ուղղությամբ։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք Տիրոջը։ Երկնավոր Հայր, քո առջև ենք։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված, որ դու առատ ես մեզ համար։ Որ դու մեր կարիքները միշտ լրացնում ես ավելիով։ Շնորհակալ ենք Տեր իմ Հիսուս, որ դու մեզ սոված կամ ծարավ չես թողնում, մերկ չես թողնում ու միշտ հոգ ես տանում մեզ համար։ Բայց քո խոսքն ասում է առաջ Աստծո արքայությունը խնդրեք։ Ես խնդրում եմ քեզ Տեր իմ Աստված, որ քո եկեղեցու կարիքները, որպես գիտակցության մակարդակ, որ սա իմ կարիքն է, թե հաճույք է, թե ավելին է դրանից։ Խնդրում եմ օգնիր Տեր, որ մենք ժուշկալ լինենք մեր կարիքների մեջ։ Եվ պատրաստ լինենք Տեր քո տվածից, քո օրհնություններից միշտ բաժին հանել աղքատի եւ կարիքավորի համար եւ որպես սիրո դրսեւորում մեր ֆինանսներով անգամ օգնել ու ծառայել մարդկանց։ Անկախ նրանից, թե մեր ֆինանսական վիճակն ինչպիսին է, խնդրում եմ, որ մեր սիրտը կարեկցող լինի, որ մեր սիրտը միշտ ձգտի մարդկանց օգնելու, այն մարդկանց, ովքեր կարիքի մեջ են, ովքեր աղքատության մեջ են։ Եվ երբեք մեր աչքերից չվրիպեն այն մարդիկ, ովքեր փորձում են փշրանքներով կերակրվել։ Եվ թող երբեք Տեր նյութական բարիքները չդառնան պատճառ, որ մենք դժգոհենք ու տրտնջանք։ Որովհետև դու աղքատացար, Տեր Հիսուս։ Որովհետև դու աղքատացար, որ մենք քո աղքատությունով ոչինչի կարիք չունենանք։ Խնդրում եմ Տեր, որ քո եկեղեցին գործնական կերպով ցուցադրի այս աշխարհում քո սերը։ Ոչ թե շահադիտական նպատակներով, բայց սրտի սիրով ու անկեղծությունով լինելու են մարդկանց կողք, ովքեր որ կարիքի մեջ են։ Քո շնորհով ու քո ողորմությամբ օգնիր մեզ, Տեր իմ Աստված։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հավատում եմ, որ այս խոսքը կօգնի մեզ գործողության անցնել։ Ոչ միայն լսել, այլ նաև լսելուց հետո վերլուծել, մտածել այս ամենի մասին եւ գործնական ինչ-որ բան անել։ Ամեն։ Խոսքի առաջին հատվածում մենք խոսեցինք հարուստների մասին։ Մարդիկ, ովքեր ավելին ունեն, քան բավարար է։ Բայց հիմա ուզում եմ խոսել աղքատների մասին։ Իհարկե, ոչ ոքիս հաճելի չի լինել աղքատ։ Ոչ ոք չի ուզում կարիք ունենա, ինչ-որ պակասություն ունենա։ Բայց Հիսուսը Մատթեոս 5-րդ գլխում ասում է. «Երանի հոգով աղքատներին»։ Աղքատության մի տեսակ կա, որ Հիսուսն ասում է երանի հոգով աղքատ լինի։ Եթե հարուստը մարդ է, ով որ ունի ավելին, քան իր բոլոր կարիքներն են, աղքատը մեկն է, ում միշտ մի բան չի հերիքում։ Ով միշտ պակասություն ունի։ Ով միշտ ինչ-որ բանի կարիք ունի։ Եվ Հիսուսն ասում է երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Հիշում եք, Հիսուսն ասում էր, հոգս մի արեք, ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի ակնեք, բայց Աստծո արքայությունը խնդրեք։
Առաջ Աստծո արքայությունը։ Երանի հոգով աղքատներին ում կյանքում առաջ Աստծո արքայությունն է։ Իսկ Աստծո արքայությունը Հիսուսն ինքն է։ Աստծո արքայությունը Հիսուսն ինքն է։ Նա որ աղքատ է հոգով, իր սրտի մեջ միշտ մի կարիք ունի հանդիպել իր Տիրոջը։ Իր սրտի մեջ միշտ մի կարիք ունի ավելի մոտենալ, ավելի ունենալ Հիսուսին, ավելի ապրել Հիսուսի հետ։ Ցավոք սրտի քրիստոնյաների կյանքում ինչ-որ մի հատ պահ է գալիս, որ կարծես քրիստոնեական կյանքը մեզ սկսում է բավարարել։ Դե մենք եկանք եկեղեցի, լսեցինք խոսքը, փրկվեցինք, մկրտվեցինք, եկեղեցում ենք ինչ-որ ծառայություն ունենք։ Սրանով կարծես մեր քրիստոնեական կյանքը բավարարված է։ Մենք ապրում ենք մեր կյանքով, գալիս ենք եկեղեցի, պարտաճանաչ կերպով։ Կորինթացիներին Պողոսը գրում ու ասում է. արդեն կշտացաք, արդեն հարստացաք, արդեն թագավորում եք։ Ցավոք սրտի, բայց քրիստոնյաների անհատական քրիստոնյայի կյանքում գալիս է այդ պահը, երբ որ կարծես բավարարված է։ Երբ որ արդեն ամեն բան ունի, իր աղոթքի կյանքն էլ կա, ամեն ինչ կա ու ամեն բան իր տեղում է։ Բայց որտեղ է այն ծարավը։ Որտեղ է այն Տիրոջը փնտրող, Տիրոջը որոնող հոգին։ Որ գիշեր շարունակ կարա աղոթի, որ կարա սպասի, որ կարա փնտրի իր Տիրոջը, որ իր կարիքը Տերն է, որ հոգով աղքատ է, որ իր սրտի մեջ, իր հոգու մեջ միշտ այդ տեղը կա, որ Տեր այցելի ինձ։ Հիսուսը մի պատմություն էր պատմում, որ գրված է Ղուկաս ավետարանում։ Այսօր շատ համարներ կարդացինք, բայց կարծում եմ բոլորն օգտակար են մեզ։ Ղուկաս 12-րդ գլխում 16-րդ խոսքից Հիսուսը խոսում է մի մարդու մասին, ով որ մտածում է, որ իր այգիները լավ պտուղ տվեցին, ամբարներ տեղավորի, պատրաստի, ամեն բան լցնի, ու իր անձին ասի կեր, կշտացի, հանգիստ ապրի։ Հիշում եք պատմությունը, բայց վերջում մի բան է ասում։ Անմիտ հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն, ապա այս որ պատրաստեցիր ում կլինի։ Այսպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում եւ Աստծով չէ հարուստ։ Ինչով ենք մենք հարուստ։ Ինչով ենք մենք ներկայանում։ Ինչի համար ենք մենք ապրում։ Ինչպես են նկարագրում մեզ այդ մեկ նախադասությամբ։ Թե մեր հարստությունը Աստծո ներկայությունն է։ Որովհետև այն ամենը ինչ որ կա ժամանակավոր եւ անցողիկ են եւ մի օր կվերջանան։ Մի օր կվերջանան, պակասությունն էլ, ավելությունն էլ։ Բայց ինչով ենք մենք հարուստ։ Հիսուսն ասում էր գործեք կերակուրի համար, որ մնայուն է հավիտենական կյանքի մեջ, այլ ոչ թե կորչելու կերակուրի համար։ Եվ Երանի մեզ, եթե որպես քրիստոնյաներ մեր հարստությունը լինի Աստծո ներկայությունը, մենք հարուստ լինենք Աստծո ներկայությամբ։ Բայց դրա համար մենք միշտ պիտի կարիք ունենանք մեր սրտի մեջ։ Միշտ մեր սրտի մեջ պիտի փափակ լինի ավելի ունենալ Տիրոջը, ավելի մոտենալ նրան, ավելի հանդիպել նրան, ավելի նմանվել նրան։ Վերջին մի խոսքը կարդամ Երեմիա 29-րդ գլխից։ Երեմիա 29-րդ գլուխ եւ 11-րդ խոսքից։ Երեմիա 29 եւ 11-րդ խոսքից։ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ եւ ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան եւ հույսը։ Եվ դուք կկանչեք ինձ եւ կգնաք եւ աղոթ կանեք դեպի ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Եվ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետև ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով։ Եվ ես կգտնվեմ ձեզ համար, ասում է Տերը, եւ ետ կդարձնեմ ձեր գերությունը եւ կհավաքեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տերը, եւ ես ձեզ ետ կդարձնեմ այն տեղը, որտեղից որ ձեզ գերի տանել տվեցի։ Հիանալի օրհնություններ, ձեր գերությունը, ձեր խնդիրները կլուծեն, բայց պատճառը, որովհետեւ խնդրում եմ ուշադրություն դարձնենք 13-րդ խոսքին։ Դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ ամբողջ սրտով կորոնեք։ Արդյոք մենք Տիրոջը խնդրում ենք ամբողջ սրտով, թե ոչ։ Շատ անգամներ մենք կարանք բողոքենք ու դժգոհենք, որ ինչ-որ պատասխաններ չենք ստանում։ Շատ անգամներ մենք կարանք նեղվենք, որ ինչ-որ աղոթքներ կարծես թե անպատասխան են մտնում, բայց արդյոք մենք խնդրում ենք ամբողջ սրտով, թե ոչ։
Արդյոք մենք աղոթում ենք ձեռի հետ կամ դե երբ որ ժամանակ կա, հենց աղոթքի ենք գալիս ինչ-որ բան հիշում ենք, Տիրոջը խնդրում ենք, թե մենք նրան ենք որոնում ամբողջ սրտով։ Ու Տերն ասում է, ինձ կորոնեք ու ինձ կգտնեք եւ ես ձեզ կազատեմ։ Ոչ թե կխնդրեք, որ ես ձեզ ազատեմ, այլ կխնդրեք ինձ կփնտրեք։ Երբ որ մեր ինքնությունը նայա, թե ինչ ունենք մենք եւ ինչով ենք հարուստ, այս աշխարհի ունեցվածքով, մեր խնդրվածքները եւ մեր էության այդ աղաղակն է փոխվում։ Մենք կարող ենք Աստծո առաջ աղոթենք, բայց մեր խնդրանքը մեր ամբողջ սրտով ոչ թե հենց նա է, այլ այն ինչ կստանանք նրանից։ Այլ այն ինչ կունենանք, երբ որ նա գա։ Բայց Իրանի մեզ, եթե մեր փափագը որպես քրիստոնյաներ ամուր կերպով նրա վրա է, որ մենք գիշեր ու ցերեկ կարող աղոթենք ու ասենք Տեր, ուզում եմ ուղղակի հանդիպել քեզ։ Սիրելիներ, մենք մեղավոր մարդիկ ենք։ Մենք սխալական մարդիկ ենք։ Եվ ոչ մի տրամաբանություն չկա, որ մենք իրավունք ունենանք մոտենալ Աստծուն, այն սուրբ, արդար, անբիծ, անարատ Աստծուն մոտենալ։ Բայց Հիսուսը դրա համար մահացավ։ Նա, որ հարուստ էր, աղքատացավ։ Հիսուսը հարուստ էր Աստծո ներկայությամբ։ Երբեք չէր տեսել Աստծուց հեռու լինելն ինչ է։ Երբեք նա կատարյալ մեկացման մեջ էր եւ հարուստ էր այդ ներկայությամբ։ Բայց խաչի վրա նա աղաղակեց. Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Սա նրա հոգու աղաղակն էր։ Սա մի աղաղակ էր, որ կարծես նա աղքատացավ, մի բանի կարիք ունեցավ։ Իր հոգու մեջ մի կարիք բարձրացավ, որ մինչև այդ երբեք չգիտեր դա ինչ է, Հայր, ինչու թողեցիր ինձ։ Եվ այո, խաչի վրա նա աղքատացավ, որ մենք հարուստ լինենք։ Հարուստ լինենք Աստծո ներկայությամբ։ Ոչ թե նյութական, անցողիկ, ժամանակավոր հարստություն խոստացավ միայն։ Այո, մեր կարիքները բավարարված են եւ ավելիով են բավարարված, բայց միևնույն ժամանակ մեզ համար դուռ է բացված Աստծո ներկայության մեջ։ Մեզ հնարավորություն է տրված, որ կանչենք եւ նա պատասխանի մեզ։ Սա մեծ բան է։ Հավատացեք, սա շատ ավելին է, քան պարզապես նյութական ինչ-որ բաներ։ Եվ այն, որ իրավունք ունենք մոտենալու Աստծուն, պատճառը մեկն է, որ Հիսուս Քրիստոս համաձայնվեց աղքատանալ։ Ինչպես ենք մենք վերաբերվում նրա կատարած զոհին։ Ինչքանով ենք մենք արժևորում սա, ինչքանով ենք մենք ամբողջ սրտով խնդրում Տիրոջը։ Բայց այս երկու հատվածներն իրար հետ կապված են, խոսքի առաջին մասը եւ երկրորդ մասը։ Եթե առաջին մասում մեր սրտի կապվածությունը այս աշխարհի ունեցածի հետ է, արդեն տեղ չի մնում ամբողջ սրտով Տիրոջը որոնել։ Որովհետև սերմն ընկնում է, բայց փշերը խեղդում են։ Բայց հարստության հոգսերը սկսում են խեղդել։ Բայց երբ որ մեր ամբողջ փափագը, ինչպես Հիսուսն էր ասում, առաջ Աստծո արքայությունը խնդրեք։ Եթե մենք խնդրում ենք նրա ներկայությունը, հավատացեք, շատ ավելիով մեր կարիքները լրացված են լինում։ Եվ որպես քրիստոնյաներ, այո, մենք կարիք եւ անհրաժեշտություն ունենք տեսնելու մեր կողքի կարիքավորներին եւ գործնական օգնություն ցույց տալու, սեր ցույց տալու։ Բայց այդ ամենը պետքա բխի մեր Տիրոջ հետ հանդիպումից։ Բայց այդ ամենը պետքա բխի էությամբ մեր Տիրոջը նմանվելուց։ Որովհետև նա աղքատացավ եւ սա էր նրա էությունը։ Գիտեք, մենք ոչ մի լավ բանի արժանի չէինք։ Ոչ մի լավ բանի արժանի չէինք։ Բայց Հիսուսը ոչ թե մեզ լավ բան տվեց, այլ լավագույնը տվեց։ Ոչ թե պարզապես ինչ-որ լավ բան շնորհեց մեզ, այլ իր լավագույնը ինքն իրեն ամբողջությամբ աղքատացրեց, որ մեզ հարստացնի։ Սա ուրախալի լուր է։ Եվ իմ վերջին կոչը սա է. փնտրեք Տիրոջը ամբողջ սրտով, որովհետև նրանք, ովքեր որ ամբողջ սրտով փնտրում են Տիրոջը, գտնում են Տիրոջը։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։